Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ապրիլի 1-ին այցելեց նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը նախագահին եւ նրա տիկնոջը Տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Մայր տաճարում, ներկայացրեց հայոց եկեղեցու եւ Սուրբ Էջմիածնի դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում։ Հայոց հայրը հաստատեց, որ պատմության ընթացքում հայ ժողովուրդն իր հավատքի զորությամբ եւ առաստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում Գողգոթաներ, այդ թվում 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանությունը։ Հայոց կաթողիկոսը հույս հայտնեց, որ նույն հավատքով ու ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի նաև վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները եւ ներկա ծանր մարտահրավերները։ Հաշվի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու էր նաև Ադրբեջան, վեհափար հայրապետը խնդրանքով դիմեց պարոն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Այդ հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ միայն հնարավոր կլինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել եւ ժողովուրդների խաղաղ հույակցության պայմաններ ստեղծել, նշեց Նորին Սրբությունը։ Գերմանիայի նախագահը շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար իր հերթին կարևորեց կրոնների դերակատարությունը ժողովուրդների կյանքում խաղաղության եւ համերաշխության ապահովման գործում։ Պարոն Շտայնմայերը հավաստիացրեց հայոց հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Հանդիպման ավարտին հայոց կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին իջման Սուրբ Սեղանի առջև աղոթեցին աշխարհում խաղաղության եւ մարդկության բարոր ու ապահով կյանքի համար։ Նախագահը Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջեց նաև Մայր տաճարում, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։